Մեծ եղեռն լատիներեն տառերով պաշտոնական ամերիկան վերադառնում է այս տերմինին, որը առաջինը Օբաման էր կիրառել 2009-ին։ Բայդենյան հայոց ցեղասպանությունը, որ փոթորկել էր հայ հասարակության զգացմունքներն ու հանցագործության ճանաչման հույս արթնացրել, ջնջում է նախագահ Թրամփը 1.5 միլիոն հայերի սպանդը հիշում, ոգեկոչում, բայց այն որակում է եղեռն, ոչ ցեղասպանություն, ինչպես նախագահության նախորդ շրջափուլում էր։ Այսօրը մենք ականատեսն ենք ողբերգությանը դեմ հանդիման հայ ժողովրդի ամրության եւ տոկունության։ Մենք բախտավոր ենք, որ այնքան շատ հայեր մեր ափերն են բերել իրենց հարուստ մշակույթը եւ նպաստ բերել մեր երկրին, այդ թվում պարգևների արժանացած զինվորներ, նշանավոր արտիստներ, հռչակավոր ճարտարապետներ եւ հաջողակ գործարարներ։ Հայկական ականջին հաճելի է այս քաղցրախոսությունը, սակայն մեր շահերից առանձնապես չի բխում։ Թրամփին թուրք-ադրբեջանական լոբբիստները կարողացան համոզել, որ լավ հարաբերությունները սկսվում են տերմինաբանությունից, լավ դիվանագիտությունը նաև եզրույթների ընտրությունն է։ Վաշինգտոնը փոխում է քաղաքականությունը Երևանի նկատմամբ, պատահականություն իհարկե չկա, պնդում է ամերիկագետը։ Կարծում եմ սպասելի էր, որովհետև շատ ակտիվ աշխատում էին ցեղասպանության եզրույթի չկիրառման համար եւ թուրքերը եւ ադրբեջանցիները, եւ կարծում եմ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը եւս նպաստել է նրան, որպեսզի ցեղասպանություն տերմինը Միացյալ Նահանգների նախագահի ապրիլ 24-յան ուղերձում տեղ չգտնի։ Թուրքիան փորձում է իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային գերտերություն եւ Միացյալ Նահանգներին ցույց տալ, որ առանց Թուրքիայի դժվարություններ կլինեն եւ Սիրիայում, եւ Հարավային Կովկասում, եւ Մերձավոր Արևելքում։ Քննարկման մեկ այլ թեմա է Թրամփի խոսքը հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթի մասին, որը ստորագրվեց Բայդենի նախագահության վերջին օրերին։ Թրամփը ձևակերպում է մեջբերում, անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակմանը եւ տարածաշրջանային կայունությանն աջակցելուն։ Մասնագետն այստեղ լուրջ սպասելիքներ չունի, ասում է հետևողական աշխատանք չի տարվում հայկական կողմից, իսկ թուրք-ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից լոբբիստների ձեռքով հաջողություններ է գրանցում։ Ռազմավարական գործընկերը որոշել է, որ հայոց ցեղասպանությունը այլևս ցեղասպանություն չէ։ Արդյոք սա նորմալ է։ Ես կարծում եմ, դա պետք է թողենք մեր հեռուստադիտողների եւ ընթերցողների, այսպես ասենք, խղճին եւ տրամաբանության։ Նախագահ Թրամփի նահանջը հայոց ցեղասպանության ճանաչումից խայտառակ պարտություն է թուրքական սպառնալիքներին, հայտարարել է Վաշինգտոնի Հայդատի գրասենյակի գործադիր տնօրենը։ Նրա համոզմամբ ԱՄՆ առաջնորդի բաց թողումը դիվանագիտական վրիպակ չէ, այլ միտումնավոր նահանջ ճշմարտությունից։ Ամերիկայի նախագահի դիրքորոշման մասին պատկերացումները կամբողջացնեն նաև առաջիկա օրերի զարգացումները։ Ամերիկագետը հիշեցնում է, այս ընթացքում է Թրամփը որոշելու Ադրբեջանին օգնություն տրամադրել արգելող 907 բանաձևի ճակատագիրը։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։